որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում եմ փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, ով գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի եւ այնտեղ պահող անձանց հետ։ Գուցե չի հայտնվել, եւ տեսեք, որպես նախարար ձեզ Դե չեք լսում, իմ պատասխանը հետեւյալն է։ Այն պահին եւ այն ժամանակ, երբ կներկայացվի համապատասխան դիմում, մենք այդ ոչ թե մենք, այլ համապատասխան գերատեսչությունը, դիմումը նախարարությանն էլ չի ուղղված, այլ ավելի առողջապահության նախարարությանն է ուղղված, մեր գործընկերները վստահեցին, որ համապատասխան գործիքակազմը գործի կդնեն եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Մինչ այդ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, այսօր նրանց եւ նրան կմոտենա համապատասխան իրավաբան, որը քրեակատարական ծառայության իրավաբանն է, եւ կպարզաբանի իրավունքը եւ նաեւ կխնդրի դիմում ներկայացնել մեր գործընկերներին դա փոխանցելու նպատակով։ Նրանց այսինքն փաստաբանների, չէ, փաստաբանին չէ, պատիժ ներողություն, խափանամիջոց կրող անձ։ Այսինքն քաղաքական իշխանությունը չի խոչընդոտել, որպեսզի որ մենք որևէ խնդիր ցանկացած անձի առողջությունը իրականում պետության հոգացության ներքո է, ով գտնվում է անազատության մեջ։ Այսինքն անկախ նրանից, թե այդ անձը ով է, մենք որպես պետություն պարտավոր ենք հոգ տանել առողջության մասին։ Տիկին նախարար, ուղղակի եւ ուղղակի աբսուրդային եմ համարում նման մանիպուլյացիոն ձևակերպումներ պարունակող հայտարարությունները եւ նաեւ պարոն Դանիելյանը շատ շուտ լքեց մեր քննարկումը ցավոք սրտի ես հիմա եմ պետք է լքեմ, որովհետև այլ հանդիպում ունեմ, բայց այս հանդիպումը նախաձեռնվել էր հենց իր խնդրանքով։ Մենք հասցրինք այլ շատ կարևոր հարցեր նաև առանց իրեն քննարկել, բայց ինքը հանդիպումների դահլիճը լքեց այն ժամանակ, այո, երբ որ այդ հարցը բարձրացրեց վերջում եւ գնաց։ Իհարկե սկզբից ներկա է եղել եւ մասնակցեց որոշակի անձանց։ Դուք ասում եք, որ յուրաքանչյուրի առողջությունը ձեր ուշադրության ներքո է, ովքեր ճարերի տանկում եք դնում։ Այդ դեպքում այդ 23 մահերը մեկ տարվա ընթացքում վիճակագրությունը։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դա խիստ մտահոգիչ է, բայց այսօր մենք վիճակագրությունը կրկին ներկայացրինք եւ տեսանք, որ ամենաշատ մահերը 30 եւ ավել նույնիսկ որոշ տարիների ընթացքում գրանցվել են 2014-ից 16 թվականների ընթացքում։ Սա ամենևին ինչ որ փաստարկ չէ, որը միտված է ասելու, թե մահերը քիչ են, ոչ, մահերը շատ են եւ մահերը ունեն տարբեր պատճառներ, դրանցից 8-ը ինքնասպանություններ են, հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից, 8-ը տեղի է ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում, այսինքն առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրանք տեղափոխվել են համապատասխան բուժ հաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել, իսկ մյուս մասի հետ կապված էլ իհարկե բոլոր դեպքերում են հարուցվում քրեական գործեր, բայց եւս կարող եմ ասել, որ հիմնականում կամ առավելապես կապված են եղել առողջական որոշակի խնդիրների հետ։